Ծառի դրսից արդեն ներսի փդացությունը երևում է։ Թումանյան փողոցի շուրջ 70 տարվա պատմություն ունեցող եւ կենսունակության ավարտին մոտեցած այս ծառը մի քանի րոպե անց կփոխարինվի։ Փողոցից 80 թեղի է հեռացվել, դրանք փոխարինվել են 10 տարեկան 95 հուդայածառերով, պահպանվել են միայն տարածքի 30 թեղիները։ Նախորդ տարի Թումանյան փողոցում փոխարինվել է ծառերի շուրջ 70%-ը։ Այս տարի փողոցը բերվում է ավարտական տեսքի, մնացած հատվածն է արվում, հեռացվում են կենսունակության ավարտին մոտ գտնվող թեղիները, մեզ ցուցել են ոլորտի բոլոր առաջատար հանրապետության ինստիտուտի առաջատար գիտնականները, որ եթե այս process-ը չսկսենք եւ ավելի արագացնենք, ապա մենք մի 5 տարուց կարող ենք ունենալ կիսա անապատացված Երևան։ Չնայած հանրային որոշ դժգոհություններին, քաղաքային իշխանությունը պնդում է, որ Երևանում իրականացվող փոփոխությունները կանաչապատման քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք թեղի տեսակի ծառը, որը նույնպես կհատվի փոխարինվի, ամբողջ բակտերիալ հոսքով, հտած, տձև, դեֆորմացված, բացի նա որ ծեր է, ունի երկու շատ կարևոր բաներ։ Մեկ, որ ունի տապալման վտանգ, եւ երկրորդը ինքը հանդիսանում է այդ վնասատուների, այդ լվիչների, ժողովրդական լեզվով ասեմ, որդու շիրան, որ ասում են թափվում է, այդ կենդանիների ձմեռման եւ բարգավաճման բուն։ Ինչից էլ այդ կենդանիները այդպես բարգավաճում են եւ տարածվում են ամբողջ քաղաքի կանաչ ֆոնդի վրա, ինչի դեմ հնարավոր չի եղել պայքարել։ Բեգոյանի խոսքով միայն նախորդ տարի ծառերի տապալման շուրջ 200-ից ավելի դեպք է գրանցվել։ Մասնագետները նշում են, փոխարինված թեղիները վաղուց արդեն ֆոտոսինթեզ չէին իրականացնում։ Ամռան ամիսներին տերևները ծածկվում էին վնասատուներով։ Ստվերը ոչ թե տակի փայտն է առաջացնում, որ ասում են փայտը առողջ է, փայտը առողջ է։ Ստվերը առաջացնում է սաղարթային զանգվածը։ Իսկ սաղարթային զանգվածը նախ նայեք, խնդրում եմ, այս ծառը ի սկզբանե նոսր սաղարթ ունի։ Պլյուս նոսր սաղաթին էլ գումարվում են հիվանդ տերևները, որոնք մակերես չեն կազմում։ Թեղիների փոխարեն տնկված հուդայածառերը ըստ մասնագետի ձևավորում են բավականին մեծ սաղարթ, չորադիմացկուն են։ Նա համարվում է գեղեցիկ ծառերի մեջ լիդերներից մեկը։ Շատ գեղեցիկ ծաղկում է, իդեպ բավականին երկար էլ ծաղիկները մնում են։ Առաջացնում է սենց լայն գնդաձև սաղարթ, մի քանի անգամ ավելի շատ ստվեր տվող, քան այս ծառերը, որոնք հիվանդ բուտաֆորի նման կանգնած են։ Ավելին ասեմ, արդեն բավականին կնվազեցվի թունաքիմիկատների օգտագործումը, սրսկման աշխատանքները, որոնք շատ վտանգավոր են ազգաբնակչության համար։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է նաև ստեղծել քաղաքային անտառներ, որոնք կարևոր դեր կխաղան օդի որակի պահպանման գործում։ Այս տարի աշտարակի կողմից քաղաք մուտք գործող հատվածում շուրջ 4.5-ից 5 հեկտարի վրա նույնպես կտեղադրվի քաղաքային ուրբան անտառ, ինչը պահպանելու է Երևանը, Երևանամերձ տարածքի այդ հանքերից դեպի Երևան եկող փոշին եւ շատ բացասական բաներ։ Այս տարի փոխարինման աշխատանքներ կիրականացվեն նաև Մելիք Ադամյան եւ Հալաբյան փողոցներում։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր